Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու կամարների տակ տիրում է լռություն, որն ավելի շատ է խոսում, քան ցանկացած խոսք ցավով ու կարոտով լցված։ Տեղի է ունենում սիրված դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հուղարկավորության արարողությունը։ Բազում մարդիկ, հարազատներ, ընկերներ, գործընկերներ, արվեստի ու թատրոնի սիրահարներ ներկա են վերջին հրաժեշտը տալու մի մարդու, որն իր ողջ կյանքը նվիրեց բեմին, արվեստին, ժողովրդին։ Եկեղեցու գմբեթներից ներս բուրում է մոմերի հոտը, հուզմունքի ու կարոտի շունչը յուրաքանչյուր հայացքում։ Դերասանի կյանքի ուղին հիշողությամբ անցնում է ներկաների սրտերով։ Նա այն արտիստներից էր, ովքեր բեմը դարձնում էին կենդանի, իսկ յուրաքանչյուր կերպար հոգով լի։ Նրա ներկայությունն առանձնահատուկ էր, անկեղծ, խորը, սրտից եկող։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը լրագրողների հետ անկեղծացել էր, պատմելով վերջին ներկայացումներից մեկի մասին, երբ Դեղտրիկյանը, չնայած վատառող չլինելուն, արժանապատվությամբ ավարտել էր իր դերը, միայն ներկայացումից հետո խոստովանելով դժվարությամբ է խաղացել։ Այդպիսի նվիրվածություն արվեստին, այդպիսի պատասխանատվություն հանդիսատեսի առաջ միայն իսկական արտիստին է բնորոշ։ Նրան սիրեցին ոչ միայն որպես դերասան, այլև որպես մարդ, համեստ, ազնիվ, բարձր արժե համակարգով։ Դերասանի մտերիմներից մեկը նշել էր. «Նա արտիստ էր ու կարգին հայ»։ Դեղտրիկյանի մահն անարդար ու անսպասելի էր։ Սխալ տեղեկությունները, թե դերասանը քաղցկեղի պատճառով է մահացել, ցավալի էր, քանի որ իրականում պատճառը բոլորովին այլ էր։ Նա հեռացավ, բայց թողեց լույս ու սեր արվեստում, մարդկանց սրտերում, իր ընտանիքի կյանքում։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն դերասանին, այլև բեմի մի լուսավոր մարդու, ով ապրեց արժանապատվորեն ու հեռացավ, թողնելով մի անջնջելի հետք հայկական թատրոնի պատմության մեջ։ Հողը թեթև լինի քեզ, Արա Դեղտրիկյան։ Դեղտրիկյանը մեծ արտիստ էր, լրագրողների հետ զրույցում ցավով նշել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, հավելելով. «Նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից, թատրոնից, չգիտեմ ով է կազմակերպել ամեն ինչ, բայց հենց այդպես էր ճիշտ ու արժանապատիվ լինելու»։ Լրագրողների հարցին արդյոք վերաբերմունքի բացակայությունը կապ ունի Արա Դեղտրիկյանի երբեմն իշխանություններին ուղղված քննադատությունների հետ, Ալեքսանյանն արձագանքել է հստակ. «Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց խոսքի ազատությունը վերագրել մարդու մատուցած ծառայությանը, նման զուգահեռներն անցկացնելն անիմաստ է։ Մարդը տարիներ շարունակ ծառայել է երկրին, թատրոնին, մշակույթին, արվեստին, դա չէ այն արժևորումը, որ նա պետք է ստանար»։ Արա Դեղտրիկյանը բեմում ու կյանքում տարբերվում էր իր ապրող արվեստով, կենդանի խաղով, բնատուր հումորով, կենսասիրությամբ։ Նրա յուրաքանչյուր կերպար հանդիսատեսի հետ ապրած երկխոսություն էր անկեղծ, ազնիվ, անհիշելի։ Նա մեկն էր այն արվեստագետներից, որոնք ոչ միայն բեմը լցնում էին լույսով, այլև իրենց կյանքի ողջ ընթացքով սովորեցնում էին մարդ մնալ՝ բարությամբ, սկզբունքայնությամբ և հոգևոր ազնվությամբ։ Այսօրվանից քաղաքը մի քիչ ավելի գորշ է առանց նրա, բայց հիշողությունները չեն մարում։ Արա Դեղտրիկյանը կմնա մեր հիշողություններում որպես արվեստի մի վառ լույս, որը մարումով անգամ շարունակում է տաքացնել։ Այս պահին հարյուրավոր մարդիկ են եկեղեցու բակում՝ հարազատներ, ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ ու մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պարզապես սիրում էին նրան որպես դերասան, որպես մարդ՝ ժպիտով, պարզությամբ ու ազնվությամբ լի։ Հոգեհանգստի արարողության մթնոլորտը ծանր է, կարծես օդում լողում է մեկ բեմադրության վերջին ակտի զգացողությունը, երբ պարագույրն արդեն իջել է, բայց հանդիսատեսը դեռ հուզված կանգնած է, սպասելով դերասանի վերադարձին։ Սակայն այս անգամ Արա Դեղտրիկյանը չի վերադառնալու բեմ, նա ավարտեց իր վերջին մենախոսությունը խոնարհությամբ, մեծ արժանապատվությամբ ու խոր թողած հետքով։ Նրա խաղը բեմում երբեք պարզապես խաղ չի եղել։ Արա Դեղտրիկյանն ապրում էր ամեն կերպարով, հնչեցնում էր ամեն տողն այն լռությամբ ու հնչեղությամբ, որ միայն իսկական արվեստագետին է բնորոշ։ Նրա կերպարները հանդիսատեսի սրտում նստած են մնացել որպես կենդանի հիշողություններ։ Դերասանի մտերիմներից մեկը խոսելով նրա մասին անկեղծորեն արտահայտել է իր ցավն ու գնահատանքը. «Նա արտիստ էր ու կարգին հայ,
Այսօր ժամանակներն այնքան էլ արտիստական չեն, բայց նա մինչև վերջ մնաց այն ինչ միշտ էր, իսկական արտիստ։ Արա Դեղտրիկյանը չեղավ դեր խաղացող, նա ապրում էր յուրաքանչյուր կերպարով ու հենց այդ պատճառով էլ նրա նմանները չեն կրկնվում։ Արտիստը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասան այդ մարդիկ մի հատ են լինում, նրանց տեղը հնարավոր չէ լրացնել, գուցե լինեն այլ անուններ, այլ կերպարներ, բայց ոչ նման մեկ ուրիշ Արա Դեղտրիկյան։ Արան հայ էր իր ամբողջ էությամբ, նա սրտացավ էր երկրի, ժողովրդի, թատրոնի համար, և կարևորն այն է, որ երբեք չընկավ պատեհապաշտության կամ կարիերիզմի գիրկը, մնաց այնպիսին, ինչպիսին միշտ է եղել, անկեղծ, ուղիղ, ազնիվ, հենց այդպիսի մարդկանց ենք մենք այսօր կորցնում։ Եվ իսկապես, նա ոչ միայն արտիստ էր, այլ նաև խորը մտածող ու դիրքորոշում ունեցող քաղաքացի։ Նրա ազնիվ խոսքը հաճախ հնչում էր բարձր, անկախ ամեն ինչից։ Եվ այսօր, երբ շատերը կասկած են հայտնել նրա հոգեհանգստի, կազմակերպման ձևի շուրջ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ցավով նշել էր. նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից։ Սակայն ցավը դեռ ամբողջությամբ չէ, որ դրսևորվել է, կորստին ավելացել է նաև որոշ դեպքերում տարածված թյուր տեղեկատվությունը, թե իբր դերասանի մահվան պատճառը քաղցկեղն էր։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Այնուամենայնիվ, այս ամենը չի կարող նվազեցնել այն փաստը, որ մենք կորցրել ենք ոչ միայն մեծ արտիստի, այլ նաև լավ մարդու։ Նա միշտ պարզ էր իր մտքերում ու ապրում էր առանց արհեստական շղարշների։ Իր հարցազրույցներում ասում էր, որ չի սիրում թափթփվածություն, որ ամեն բանի մեջ կարգ ու կանոն է, սիրում նույնիսկ հյուրախաղերի ժամանակ։ Նա առանձնահատուկ նշանակություն էր տալիս իր թզբեհներին ոչ որպես աքսեսուար, այլ որպես հենարան։ Դեռ տարիներ առաջ նա ասել էր. «Լավ ընտանիքը կյանքի մեծագույն պարգևն է, կնոջս հետ հանդիպումը, մեր դստեր ծնունդն իմ կյանքի ճակատագրական պահերն են։ Եթե մարդու ընտանիքը կայուն հիմքեր չունի, դա ճակատագրական հարված է, իսկ այսօր ցավալիորեն նրա ընտանիքը կրում է այդ հարվածն արդեն կորստի չափանիշով»։ Եվ վերջում մի պարզ, բայց շատ խոր արտահայտություն Դեղտրիկյանի մտերիմներից մեկի շուրթերից. «Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, մեր երկրից»։ Այո, Արա Դեղտրիկյանը մեկն էր այն մարդկանցից, ում ներկայությամբ կյանքը գույն էր ստանում։ Այժմ նրա բացակայությունը վերածվում է երկար հիշողության, որը կապրի այնքան, որքան կբաբախեն նրանց սրտերը, ովքեր ճանաչում էին նրան, գնահատում ու սիրում։